այդ օրը ինձ թվում է իմ ծերությունը կգա։ Լինում էին դեպքեր, երբ դու ասում ես, չէ, ես այս հումորը չեմ անի։ Ատամների արանքից կարող է ինչ-որ բան ասեմ։ Ինձ թվում է նաև շատ ես խորանում։ Երեք ավելի լավ չէր, քան այսօր։ Այն որ ընկերուհու զանգես ու ասես, այդ չկա փաստորեն քո մոտ։ Լվա Հյուրանտի Լուիզայի աղջիկն է։ Չես անջատվում։ Լույս որպես դերասան Լիլիթը հոգտորն է թե հրանտի։ Ես մտածում եմ, ես եզակի տեսակ եմ այդպեսին, Որովհետև հիմնականում գրում են տղամարդիկ։ ինքը դրանից հետո որոշեց, որ իրավասույա գա խոնարհվելու մեզ հետ միասին։ Երբանից է այդպես։ Իր լավագույն դրսևորումը չի ցուցաբերում։ Ոնց նա։ Ինձ ավելի լավ է հանգիստ թողնել։ Ջահեբա շփիտո։ Փառք Աստծո հաս։ Պատրաստ ենք։ Ուզես գա։ Չէ, ես կգամ, այդ դու գործ չունես դրա հետ։ Ուղիղ հարվածում է ճիշտ նշանակետին։ Ձայնս ինձ չուտ կբռնի։ Լուիս ջան, այս ոդկասթը մենք նկարահանում ենք խցանումների, երեխեքին տանել բերելու այդ ամեն ինչի արանքում ու ինչ լավա որ հասար։ Հա, վերջապես հաս։ Բայց քանի որ սա հեռուստատեսություն չի, մենք կարող ենք հանգիստ իրար սպասել, ամենակարևորը հանգիստ առաջ գնանք ու ունենանք լավ զրույց։ Կարևորը ճանապարհները մեզ առաջ տանեն։ Թե չէ մենք իրար կսպասենք, հանդուրժող կլինենք։ Լուիս ջան, ուզում եմ հասկանալ ոնց նա քո սովորական օրը, այդ վազվզոցն է, տենց այդ խցանումները, այս գործը, այն նկարահանումը։ Հա, օրվա ընթացքում բավականին շատ գործեր եմ հասցնում անել, ճիշտ է, ես ուզում եմ պարտաճանաչ լինել, բայց խցանումների, չգիտեմ, ինչ որ բանի պատճառով, ենթադրենք քեզ մոտ եկա ինչ որ բան ուշացավ, հաջորդ հանդիպումից բնականաբար ուշանում ես, չէ՞։ Ու այդպես ստացվում է, որ ինչ որ բանը հետ անկնում օրվա ընթացքում, բայց ամենայն դեպս հասցնում եմ։ Իսկ դու քո ընկերների մեջ են ուշացող ընկերն ես, թե պունկտուալը։ Եվ ուշացողը եւ պունկտուալը, այսինքն միանշանակ ոչինչ չկա։ Սպասել շատ չեմ սիրում, դրա համար սիրում եմ այն որ ճիշտ ժամանակին կամ գնալ կամ մի 5 րոպե ուշացում։ Իդեալական առավոտը քո որն է։ Ես չեմ ունենում։ Ես ունենում եմ իդեալական կեսօր։ Այ քեզ բան, այտենց լավ քնում ես։ Չէ, քնելու մասին չի խոսքը։ Կարող եմ շուտ արթնանալ, բայց դա ինձ համար իդեալական առավոտ չի։ Այսինքն առավոտյան այն վայելքը, որ ունենում են, օրինակ, որ սենց սուրճ են դրում, սենց էսթետիկ սենց կադրեր կան, չէ, որ ենթադրենք Instagram գցում են ինչպեսին է լինում առավոտը։ Ինձ մոտ այդպիսի առավոտներ չեն լինում, որովհետև երևի թե մասնագիտության հետ առնչություն ունի դա, որ ավելի շատ երեկոյան ժամերին եմ ես ակտիվանում։ Տեսակով բու եմ ավելի։ Այսինքն այն որ սենց հազիվ հասնում ես խոհանոց սուրճին, այտենց մի քիչ ջղայն, հա։ Չէ, ջղայն չէ, ես ժպտերես եմ, այսինքն առավոտյան լուրջ, եթե Ջղայնը շփիտո։ Չէ, ժպտերես եմ, ներքուստ եմ ջղայն։ Հա։ Ներքուստ անհամբեր եմ, այսինքն ուզում եմ, որ արագ լինի ամեն ինչ, տենց չեմ վայելում մի խոսքով։ Ես նույնիսկ երբ որ գնում եմ սալոններ, այցելում եմ, ես իրանց հետ հավասար աշխատում եմ։ Չես անջատվում։ Չէ, ընդհանրապես։ Ես նախանձում եմ մարդկանց, որ օրինակ sense հանգիստ ռելաքս եղած պարկում են ու իրանց գլուխը լվանում են կամ չէ, տենց ես պատկերացրեցի, որ դու սպա գնաս ու սպայում էլ ասես քեզ ոնց մերս են։ Համարյա տենց է։ Լույս, բայց նույնիսկ եթե այն մասնագետներն են, որոնք տարիներ գիտեն ոնց պետքա մազերդ հարդարել։ Նշանակություն չունի, ես ուզում եմ ֆունկցիոնալ լինել, ես ուզում եմ այդ պահին անգործ չլինել։ Այդ շատ վատ է, ես ուզում եմ ինձ վերադաստիարակել, բայց մի տեսակ չի ստացվում։ Փորձենք երևի։ Իսկ հեռախոսը բզբզել այդ ժամանակ մարդիկ էլ հանգիստ գործանեն։ Չէ, սիրում եմ պահի մեջ լինել։ Այդ հեռախոսը ինձ չի հանգստացնում, այսինքն ես պետքա հետևեմ process-ին։ Process-ից հաճույք ստանամ, որ ես էլ մասնակցություն ունեմ։ Չեմ կարող տենց կուրորեն վստահել ու սենց նստել ու ասել դե արեք ինչ ուզում եք։ Ուզում եմ ես էլ Մարդը աշխատում է, միտքս աշխատում է, ուզում եմ իրանց հետ հավասար այդ գործը առաջ գնա։ Իսկ ձեր տան առավոտը ոնց է, ամեն մեկը մի ժամի եք արթնանում, ամեն մեկը իր գրաֆիկով։ Ոնց որ ձեն-ձենի տված լինենք։ Հա, տենց։ Այնպես է ստացվում, բոլորս միասին արթնանում ենք, բայց այնպես չի որ զարթնացնում ենք իրար։ Իսկ աղմկոտ է ձեր տունը, երբ հյուրեր չկան։ Երաժշտություն է հնչում։ Ով է։ Բոլորս DJ-ը։ Բոլորս DJ ենք ու կարող է լինի 5 հոգով 6 երգ լսենք, էլի այդպես։ Փոխում եք երգերը։ Ամեն մեկի հեռախոսից կամ ինչ որտեղից ինչ որ ձայն պետքա լինի տանը, լռություն մեր մոտ չի լինում։ Լույս սեփական տուն է, չէ։ Նենց հետաքրքիր է, ոնց որ մենք քեզ միշտ տեսնում ենք ակտիվ շարժի մեջ, բայց չենք ֆիքսում, որ դու ապրում ես սեփական տանը,
հողի հետ, հա, այդ ինչ որ դու քո բակը ինչ սիրուն բաներ ես ասում, դու ես եմ զարմանում, իսկապես ես ապրում եմ սեփական տան։ Չէ, ես ինձ պահում եմ բնակարանում ապրող մարդու։ Ես այդպես զգում էի։ Հա, ճիշտ է, ափսոսում եմ, բայց երևի թե ժամանակը կգա, որ տենց այդ առնչությունը կլինի բնության հետ, հողի հետ, տենց սիրուն։ Վազքն է պատճառը։ Հա, վազքը պլանավորելը, ինչ որ անդադար լինել ֆունկցիոնալ, ինչ որ տեղ շտապել, այտենց միշտ այդպեսին է մեր կյանքը։ Հա, այդ որ ծիտիկները, քո ասած բակում սուրճը բան, այդ չկա։ Չէ։ Նույնիսկ հաճախ լինում է, որ ինչ որ բաներ չեմ նկատում։ Հետո ֆիքսում եմ, որ վայ, էս ինչ սիրուն է։ Բայց դա արդեն մաման ասում է ոնց, արդեն 3 ամիս է, այդ սիրունը կա։ Դու հիմա ես ասում ես ինչ սիրուն է։ Այտենց ինձ համար բացահայտումներ անում եմ երբեմն։ Լույս մամայի գոյությունը քո կյանքում շատ մեծ օգնություն է, չէ՞։ Այն որ ամեն ինչում կողքը տա։ Հա, ինքը իմ ամենամեծ օգնական ասեմ, թե խորհրդատու, մի խոսքով այն մարդն է, որ առանց իրեն ամեն ինչը կվերածվի քաոսի։ Միշտ է այդպես եղել։ Հա։ Կյանքից բոլոր փուլերում ինքը այդ են եղել, թե ինչ որ պահ այդ դեռահասություն, երիտասարդության տարիներին հեռացել ես։ Ես շատ ինքնուրույն մարդ եմ եղել ամբողջ կյանքում, բայց ինքը միշտ sense լուր կարողացել է այդ աջակցել, բայց ոչ մի բանով չխանգարել։ Ու ես սովորել եմ դրան։ Իսկ եղել է այնպես, որ ինչ որ մի բան ասել է, նո խոսացել, հա, այդ խոսալը։ Ու հետո հիմա դու Լիլիթին ես ասում ու հասկանում ես, որ մամայի գենն է կամ այդ մամայի խոսքերն են։ Չէ։ Ավելի հակառակն է։ Ինձ մաման միշտ ասում է, որ ես ավելի պապայի կողմին եմ նման, այն առումով, որ մաման ավելի սիրում է այտենց զրուցել, շփվել, իմ պարագայում ես մի քիչ ավելի լռակյաց եմ։ Հետո մի հետաքրքիր բան ունեմ, ես հեռախոսով որ խոսում եմ, երբեք կողքից չեն իմանա, թե ես ում հետ եմ խոսում։ Անուն չես տալիս։ Ոչ անուն եմ տալիս, ոչ էլ ինչ որ ձևով պարզա դառնում, թե ես ինչ խոսեցի։ Վտանգավոր կերպար։ Իսկ Լիլիթը խոսացող է։ Գիտես ոնց, հա, երևի թե դրսում այնքան շատ էներգիա ենք ծախսում, որ գալիս ենք տուն, ուզում ենք այդ միակ տարածքն է, որտեղ դու կարող ես լռել, կարող ես քո մտքերի հետ առանձին մնալ։ Իսկ մաման էլ բայց ուզում եմ կամ ծերտուն մամայիդ հետ խոսամ մի քիչ։ Լուրջ, բա հա, հենց այդ բանը կա, հա։ Դուք տենց դրսում ակտիվ շփվում եք։ Միակ բանը, որ կարողանում եմ կորզել ինձնից, դա առավոտյան սուրճ խմելն է միասին, այսինքն որ այդ ժամանակ մի փոքր տենց փոխանակում ենք մտքերով։ Լույս նենց տակրկիր է դու շատ շփվող ես թվում։ Այսինքն դու ամեն տեղ կաս, ակտիվ ես, հանգիստ ես, հասարակ ես շփման մեջ, բայց նենց ես տեսնում եմ, որ դու փակ մարդ ես։ Ճիշտ է։ Կա տենց բան։ Գիտես, ես միշտ մտածում եմ փակ մարդու ինչն է նաև դժվար։ Ես քանի որ վատ հիշողություն ունեմ, ես մտածում եմ, եթե ես փակ լինեմ, ես չեմ հիշի իմ կյանքը։ Դու տենց շատ հիշում ես, գիտես, տենց տեսակ ես, այսինքն դու գիտես ինչ ես արել, ինչա պետք անել, այդ իմի բերելը, ամեն ինչը կատարվում է քո մեջ։ Ամբողջը կատարվում է իմ մեջ անդադար կա երկխոսություն։ Այսինքն երկու եսի խոսակցություն, որը չի բարձրաձայնվում ու երբեմն ինձ թվում է դա բարձրաձայն է եղել, որովհետև անդադար խոսք կա մեջս։ Այսինքն այնպես չի որ լուռ եմ կամ ինչ որ ձևով չեմ վերլուծում իրավիճակը, անդադար ուղեղով։ Իսկ դա երկու Լուիզաներ են տարբեր։ Չի ասի տարբեր Լուիզաներ են։ Տես, հիմա մենք զրուցեցինք, հաջորդ նախադասությունը ասելուց իմ մտքի Լուիզան վերլուծում է նախորդ նախադասությունը ու հիմա իմ հետ խոսում է։ Ահա որ բան եմ ասում, բայց հա տես։ Իսկ երբվանից է այդ։ Միշտ է եղել։ Ես փոքր տարիքում գիտես ինչ ունեի, հորինված ընկեր, այո, Կարենչիկ էր անունը, ու ինքը թմբլիկ տղա էր։ Ու ինքը շատակեր էր։ Այդ հորինված կերպարի հետ ես գնում էի դասի։ Մի խոսքով այդ Կարենչիկը միշտ կոնկերներ, հա, ու կարող է ինքը տենց դասի ընթացքում բան իրան վատ բայեր բուլկիներ ուտեր ու դա ինձ նյարդայնացներ, բայց դա այդ ամբողջը ես ինչ որ խոսում եմ իմ մտքում է։ Ես մտածում եմ ես եզակի տեսակ եմ այդպեսին, բայց այնքան եմ ուրախացել մեր Women's Club-ի ռեժիսոր Գևորգ Ենոքյանը ասաց, որ իր աղջիկը հորինված տենց ընկեր ունի։ Ու էլի Կարենչիկա բուլկի ուտող։ Ասեցի խնդրում եմ էլի մի հատ զրուցենք, ես իրան լիքը բաներ ունեմ ասելու, որ ոնց վարվի այդ ընկերոջ հետ։ Ու տենց հասկացա, որ էլի տենց մարդիկ կան։ Իմիջիայլոց երեխաների մոտ հաճախ է այդպես լինում, բայց Կարենչիկը ոնց որ մնացել է քո հետ։ Կարենչիկը։ Լուիս, քեզ ուտում ես, օրինակ, տենց այդ
երկխոսության ընթացքում շատ է լինում, որ մտածում ես այսա այսպես պետքա չանեի, այսա սխալ էր, ուտող կերպարես քեզ։ Չէ, այդքան չէ, ինչքան հետադարձ հայացք նետել, ուղղակի վերլուծել, բայց այդտեղ չկա ոչ մեղադրանք, ոչ էլ ընդհակառակը արդարացում։ Իսկ վերլուծել, որպեսզի հաջորդ անգամ այ ավելի էսպես, հա, լինեմ։ Երևի թե չէ, ուղղակի մտքի կառուցվածքն է այդպիսին, որ ինքը մի հատ հետադարձ հայացք կա նետում, հետո նոր գնում է առաջ։ Ինքը անդադար դա հոգնածնող է, բայց ուղեղի ձև է, չգիտեմ։ Հետաքրքիր է, որ ես չէի մտածի, որ դու տենցն ես։ Հա։ Իսկ երբ որ այնուամենայնիվ այլ մարդ, շնչավոր էակա պետք գալիս, ուզում ես խոսել, ով է լինում այդ մարդը։ Շատ շատերը, բոլորը։ Նույնիսկ անծանոթները։ Եթե շփման կարիք ունեմ, ես այնքան բաց եմ շփման մեջ, այսինքն ինձ համար չկան այդ բարիերները ամոթը, որ անծանոթ մարդու հետ շփվել ուղակի շփվել, չէ՞ որ ինչ որ թեմա, որը պետք է պատմես։ Այդ էլ է շատ հետաքրքիր, որ ինձ համար չկա կոնկրետ թեմա, որը ես ուզում եմ պատմել։ Ինձ համար կա զրույց, որի ընթացքում ես կարող եմ ինձ համար քաղել օգտակար բաներ, բայց կոնկրետ ենթադրենք մի խնդրի մասին ես երբեք չեմ բարձրաձայնի ու այդ խնդիրը կոպիտ ասած չեմ փաթաթի դիմացինի վզին։ Այսինքն այդ զրույցի ընթացքում ես կկորզեմ իրանից ինչ որ բաներ, բայց ինքը չի հասկանա, որ ես ինչ որ թեմայի մասին եմ խոսել։ Իսկ այն պարագայում տես ինչի համար է դա արվում, որովհետև հաջորդ պահին միգուցե իմ միտքը փոխվի, միգուցե ես դրան ուրիշ ռակուրսից սկսեմ նայել, բայց քանի որ դու դրա մասին գիտես ու այդ ռակուրսով գիտես, դու ինձ անդադար հիշացնելու ես ու դու ինձ համար բեռ ես դառնալու։ Լուիզա շատ հետաքրքիր կերպար ես։ Դժվար բան եմ ասում, բայց փորձիր ընկալել ինչ եմ ասում։ Չէ, դու դժվար բան չես ասում, դա նա է, որ շատ հաճախ օրինակ ընտանեկան կամ անձնական կռիվների դեպքում, երբ որ մենք պատմում ենք, չէ, քույրիկին, մամային, ընկերուհուն, մանավանդ երբ մարդիկ պատմում են մամային ու քույրիկին, որովհետև ընկերուհին ավելի քո հետ ապրում է, հետո անցնում է առաջ։ Ճիշտ է։ Դու անցնում ես, ես շատ զույգեր գիտեմ, որ իրանք անցնում են, բայց պատմությունը արդեն հարազատին ցավացրել է ու արդեն այդ լարվածությունը կա։ Ես դա հասկանում եմ այդ մամային չասելու, աղջկան չասելու մեջ, բայց այն որ ընկերուհու զանգես ու ասես, այդ չկա փաստորեն քո մոտ։ Չէ, որովհետև ես հաճախ ինձ բռնացրել եմ այն մտքի վրա, որ ես բոլորի փաստաբանն եմ հանդիսանում։ Այսինքն ես, եթե դու ինձ նեղացրել ես, ես փորձում եմ քո դիտանկյունից նայել կյանքին ու փորձել հասկանալ, թե ինչու դու դա արեցիր կամ որտեղ եմ ես թերացել, որ դու այդպես ես ինձ հետ վարվել։ Ու ես չեմ չարանում քո հանդեպ։ Ես պարզապես այդ պահին հասկանում եմ, որ սխալ գնաց։ Ու եթե ես դրա մասի պատմեմ երրորդ անձի, ինքը հաստատ իր դիտանկյունից է այդ ամեն ինչին նայելու։ Ու միգուցե չարանային մարդու հանդեպ, որի հանդեպ ես վաղը ավելի լավ եմ լինելու։ Ու հետո, որ պատմելուց հետո ես հաջորդ անգամ, եթե քեզ մոտ ենթադրենք այդ X մարդու լավ վերաբերվեմ, դու կասես՝ մի րոպե, բայրեք ասում է, ասենց մարդ է ինքը։ Ու ես ամաչեմ դրանից, հասկանում ես։ Դու ինձ թվում է նաև շատ ես խորանում։ Այդ է։ Շատ ես խորանում։ Բայց չգիտեմ, դա կփոխվի թե չէ։ Չէ, բայց իսկապես շատ եմ խորանում, հա։ Լիլիթը այդպես չի։ Ինձ թվում է Լիլիթն էլ է այդպիսին։ Այն օրը Լիլիթը ինձ մի հատ շատ հետաքրքիր բան ասեց, ասում է՝ ես նենց եմ ափսոսում, որ իմ նման ընկերուհի չունեմ։ Այսինքն այն առումով, որ իմ տեսակի։ Երևի հենց այդ տեսակը ինքն էլ ունի, որ ամեն ինչը ծայրահեղական չդարձնել, կա ոսկե միջին ու դրանով է պետք առաջնորդվել։ Չկա չար մարդ ու բարի մարդ, չկա որևէ բան, որը սև է կամ հստակ սպիտակ է։ Սպիտակի մեջ էլ կան երանգներ, որոնք պետքա որսալ կյանքի ընթացքում։ Մի տեսակ մարդիկ ավելի ծայրահեղական են, չէ՞, մոտենում իրավիճակներին։ Համանավանդ երբ էմոցիոնալ են լինում։ Հա, այ հենց դրա մասին է, ներողամիտ չեն լինում։ Դու ուժեղ գծերի մասին ես հիմա խոսում, արիխ մենք Թարիրի, մեր ուժեղ թագուհու անունով, եւ հենց այս կարմիր գինին բավականին տպավորիչ է, որ հենց խմես համ գույնն է խիտ այդ մեր կարմիրը, համ ասենց նույնիսկ պղպեղային ինչ որ ասենց հետ համ ունի իր մեջ, ու մեր թագուհու ուժը ասում են, որ կա այս գինու մեջ։ Հələ փորձի։ Դու ինձ ուղղորդեցիր, հիմա տեսնենք, կզգամ այդ ամբողջը։ Տպավորիչ է, չէ՞։ Ես այնքան եմ սիրում, որ մինչև բույրը կամ համը վայելելը ինձ ուղղորդում են։ Որովհետև այդ ժամանակ դու սկսում ես ավելի ճիշտ զգալ բոլոր համերն ու բույրերը։
Աղջկական զրույցները իհարկե չեն կարող անցնել առանց կենցաղային թեմաների։ Կենցաղային են ամենախանգարող թեմաների top 5-ի մեջ հաստատ մտնում է տանիքը, այսինքն տանիքի հետ կապ ունեցող խնդիրները, այն որ տպ կաթում է ու սկսում ես վախենալ եղանակային տարբեր տեղումներից։ Ուրեմն ուզում եմ ասել, որ այս հարցում կյանքը հեշտացնող շատ լավ նախագիծ կա, իրականություն կա։ Կտուր EM է կոչվում, ուրեմն գալիս են, վերանորոգում են, վերափոխում են ձեր տանիքը ու իմիջիայլոց կան շատ լավ պայմաններ ապառիկի, այսինքն նույնիսկ եթե ֆինանսապես դուք այս պահին պատրաստ չեք, շատ հանգիստ կարող եք դիմել 812 կարճ հեռախոսահամարին եւ սկսել գործընթացը։ Իմիջիայլոց եթե հիմա սկսեք գործընթացը, կստանաք նաեւ նվեր օթորակիչ, համտակացնող, համսառեցնող։ Քո ամենաբարկացած վիճակը որտեղ կարա լինի նկարահանման հրապարակում, թատրոնում, տանը ու ոնց է դա արտահայտվում, որովհետև կարաս դու չխոսես, մենք հասկացանք, այսինքն ամրապնդեցինք այն միտքը, որ դու փակ ես, բայց ոնց է դա արտահայտվում, ինչ որ մի ձև։ Տես, ես փակ եմ, բայց շատ էմոցիոնալ։ Նկատի ունեմ, արտահայտչամիջոցներ ունեմ, բղավել էլ գիտեմ, տենց զայրանալ էլ գիտեմ, բայց ինքը խորքային չի, ենթաշերտում։ Թատրոնում ինչ պետք է լինի, որ դու գոռաս, կռվես։ Փորձի ընթացքում կոնկրետ իրավիճակի հետ կապված դա կարող է լինել շատ բարձր գոռոց, բայց դա չունի ետին միտք։ Այդ հասկանում եմ, բայց ինչա, օրինակ քո, չգիտեմ, գործընկերների ուշանալ, նա վատ խաղալն է, ուշանալ, բան տենց բաներից չեն նյարդայնացում ընդհանրապես։ Կա կոնկրետ, ենթադրենք շատ էլեմենտար բանի մեջ կարող է դա դրսևորվել։ Օրինակ, ենթադրենք հիմա մենք մի 4 անգամ խոսեցինք դրա մասին, որ դու պետքա ոդկատ այս կողմով դներ, չէ՞։ Դու չդրեցիր, դա ինձ կարողա գիտես ոնց ափերից անի, որ մտածես լավ, աշխարհը փուլ չեկավ դրանից։ Բայց այդ բան, երբ որ մենք գործ ենք անում, ես ասում եմ, բարի լինենք բոլորս կենտրոնանանք, հա, հենց այս պահի մեջ, որովհետև միևնույն այդ պահը անցնում է, դու այդ ժամանակը ծախսում ես։ Եթե դու չես կենտրոնանում, նշանակում է դու չես վայելում ամբողջ իր բանը, իրավիճակը իր բոլոր գույներով։ Իսկ լինում է դեպք, որ նենց հունից դուրս գալիս, դե բայց այդ մակերեսային հասկացանք, որ խորքային է չի, որ հետո ասում ես դե լավ պետք չէր կամ հա լինում է։ Ներողություն խնդրում ես։ Հենց եմ ասում, որ հետո մտածում եմ լավ, ինչի էր պետք տենց։ Գիտես ինչ ձևով է լինում, այդ Սոնան շատ լավ գիտի, ես եթե բարկանում եմ, բայց ուզում եմ տենց արտահայտեմ, բայց տենց եմ որ ատամների արանքից կարող է ինչ-որ բան ասեմ։ Այսինքն ինչ-որ բան, որը ոչինչ չի նշանակում, բայց ինքը է։ Բայց ամեն ինչ ասում է։ Իսկ ներողություն խնդրող ես, այն որ ասում դե լավ կներես, քիչ էմոցիոնալ է։ Չէ, ներողություն խնդրող եմ, բայց առիթ չի լինում ներողություն խնդրել, որովհետև ինձ գիտեն իրանք, տենց չեն նեղանում, որ ես էլ բան սիրտները շահեմ։ Ավելի շատ երևի թե ես ինձ բռնացրել եմ նրա մեջ, ոչ թե ինձ են նյարդայնացնում, այլ ես նյարդայնանում եմ նրա համար, որ ինքը իր լավագույն դրսևորումը չի ցուցաբերում։ Հասկացար, որ այսինքն ինքը ես գիտեմ, որ եթե ենթադրենք ձեռքը սենց բարձածներ կամ այս մարդու հետ այս ձևով խոսեր, ինքը ավելի շահեկան դիրքերում է լինելու, ինքը թերանում է։ Դա ինձ նյարդայնացնում է, ոնց որ ես ուզում եմ իրան կատարյալ տեսնել, այդ դիմացինին, կողքից։ Օգնես նաև։ Հա, օգնեմ։ Այդտեղ է նյարդայնան, բայց ինչ վերաբերում է, որ ինձ ոնց վերաբերվեց, այդ չի նյարդայնացնում։ Դու կամերայնում 25 տարի առաջ եւ այսօր տարբեր ես, որ դու հիմա արդեն տենց քո փորձով երիտասարդները, հա, ոնց է տարբերությունը։ Չէ, երևի, որ պահին ես զգամ, որ ես ունեմ ինչ-որ բան կիսվելու երիտասարդների ծանրություն, հա։ Ծանրությունը, հա, որ ես հասկանամ, որ ես իրանց այդ նույն դիրքերում չեմ, այդ օրը ինձ թվում է իմ ծերությունը կգա։ Այսինքն լրիվ տենց օգնում է նաև, չէ՞, տենց ավելի թեթև լինել, ավելի։ Ես ավելի ընկերական եմ բոլորի հետ։ Թեկուզ 2 տարեկան երեխան, ես ինձ զգում եմ այդ բանը 2 տարեկան երեխայի կաշվի մեջ, լավ այսպես ասեմ, ու իր հետաքրքրությունները դառնում են իմը։ Երևի թե դրանով է պայմանավորված, որ ես չեմ զգում այդ տարիքային տարբերությունը։ Ինձ համար կան նոր եկած մարդիկ թատրոն, որոնց հետ պետքա ինչ որ ձևով կարողանալ մտերմանալ, ու կամ մարդիկ, որոնց հետ տարիներ շարունակ աշխատում եմ, բայց սերունդի տարբերություն չեմ զգում։ Իսկ քեզ ավելի հաճելի են այն քոնոնք, հները, թե չէ։ Տխուր բան եմ ասում, բայց չէ։ Չէ, իմ օնքները չէ։ Այն մարդիկ, ովքեր կարողանում են ժամանակը ճիշտ զգալ, իրանք միշտ հաճելի են, բայց կան մարդիկ, որոնք ասում են, «Հեյ, գիտի, այն ժամանակը ինչքան լավ էր», այդ ինձ նյարդայնացնում է։ Ինձ համար միշտ այ հենց հիմա է լավ։ Երեք ավելի լավ չէր, քան այսօր։
Ձեր բնակավարում ինձ թվում է կան, չէ՞, դերասաններ, որոնց նախկին փառքը հայտնիությունը կարող է այսօր խանգարում է։ Այդ իմիջիլ շատ պատահող տեսակ է։ Այսինքն հիմա որ ինչ որ ձևով ինքը այդքան ֆունկցիոնալ չի, քան առաջ, Ու խանգարում է։ ես կարծում եմ այն մարդիկ, ովքեր կարողացել են իրենց դիրքերը Իրենց տեղը ունենալ։ իրենց տեղը ունենալ ասպարեզում, ինձ թվում է հենց միայն նրանով է պայմանավորված, որ կարողացել են ճիշտ ժամանակի շունչը զգալ։ Իսկ եթե թերանում են, ուրեմն այդ ժամանակի շունչը չեն զգում։ Լիլիթը խաղում է, չէ՞, հիմա կամերայինում։ Հա, Իրար հետ չեք խաղում։ խաղում ենք։ Որ Համլետ ներկայ- ներկայացման մեջ Ինչքան ժամանակ է։ արդեն 2 տարի։ Նույնիսկ հյուրախաղերի ենք միասին գնացել։ Ինձ կպատմես այդ սկիզբը, առաջի փորձը, ո՞նց է որ քո ստեղծածի հետ դու բեմում ես ու գործընկեր եք։ Դե առաջին փորձը իմ ստեղծածի հետ դա եղել է շատ վաղուց 2009 թվականին, այսինքն ինքը դեռ 3 տարեկան էր ու Արշալույս Հարությունյանը, ինչ տարբերություն թե ում հետ ներկայացումը բեմադրելուց, ասեց՝ «Վայ Լիլիթի ձայնը ուզում եմ օգտագործել, էլի այստեղ մի հատ գոռոց կա երեխայի։ Լավ է որ այդ զապիսի մեջ հնչի»։ Մի խոսքով այդ գոռաց Լիլիթը այդ օգտագործում էինք ներկայացման մեջ։ Ինքը դրանից հետո որոշեց, որ ինքը իրավասու է գա խոնարհվելու մեզ հետ միասին, որովհետև ինքը դեր է խաղացել։ Ու ստիպեց Արշալույսին Հարությունյան, որպեսզի իր համար նկարի հոլովակ, որ Լիլի Էլբակյանը, Արսեն Գրիգորյանը, Լուիզա Ներսյանը եւ Լիլիթ Թոխատյանը Լավ, ինչ էլի։ տարբերություն թե ում հետ ներկայացման մեջ է, այնքան ծիծաղելի էր, որ չեմ ասում։ Ու Արշոն չէր ալարել, նկարել էր ու մենք տանը ունեինք այդ ձայնագրությունը, դնում էինք CD-ով, DVD-ով։ Արդեն մոռացել եմ DVD-ը։ DVD էր կլոր, Խոսքով DVD-ով դնում էինք, Լիլիթը մտածում էր, որ դա էֆիրով գնում է։ Ֆոխ։ Չէ, իսկ այս դեպքում որ արդեն գիտակից մարդ է ու դե երկու Դե հենց դերասան։ այդ իսկ պատճառով ես անդադար իրեն տեսել եմ թատրոնում, ինքը կուլիսներում հաճախ եղել է, իր հետ միասին ես դեր եմ պատրաստում։ Ենթադրենք ստանձնում որևէ դեր եմ ստանձնում ու պետք է ես ավելի պատրաստ լինեմ, ինքը ինձ պարտնյոր է հանդիսանում եւ մենք միասին ընթերցում ենք դերը, տենց այդ շատ վաղուց է եղել։ Դոն Ժուան ավիա ներկայացման մեջ ինքը բոլորիս տեքստերը անգիր գիտեր ու փորձերի ընթացքում ես իր հետ շատ անգամներ պարապել եմ։ Լուիզ, որպես դերասան Լիլիթը քո կտորն է թե հրանտի։ Ինձ թվում է հրանտի։ Գիտես միշտ որ պատկերացնում եմ, այսինքն քո ու հրանտի երեխան լինենք օբյեկտիվ, կարող էր լինել մի քիչ երես առած։ Չտեսնում եմ պատկերացրու, բայց Լիլիթի մեջ այնքան sense տեսնում եմ նորմալ, կարքին, իր գույներով, արվեստագետ եմ տեսնում։ Ոնց-ն է ինքը մտածել է, որ օրինակ ինքը տենց ձեր աղջիկն է։ Փոքր տարիքում հաճախ այդպես լինում էր, որ գիտես, ես հասկացել եմ, որ ընդհանրապես երեխաներին երես է տալիս շրջապատը, ոչ թե ծնողները։ Հաճախ փորձում է հասարակությունը այնպես անել, որ ինքը իր կարևորությունը զգա։ Բայց փառք Աստծո Լիլիթը այն տեսակի երեխաներից էր, որ կարողանում էր էլի տենց հասկանալ, որ որն է ճիշտ, որը սխալ, որ պահին իրեն ոնց դրսևորի։ Ու երևի թե այդ վերլուծությունը իրեն օգնել է, որ ինքը չմեծամտանա, որովհետև անդադար այդ ուշադրության կենտրոնում լինելը, վայ Հրանտի Լուիզայի աղջիկն է, բան։ Հենց դա եմ ասում։ Դա իրեն կարող է երես տալ, բայց ինքը վերլուծելու տեսակ ունի ու այդ շատ լավ է։ Այդ վերլուծող տեսակը ինքը կարողանում է, երբ որ ինքը թինեյջեր էր ու այդ տարիքում ինքը պետքա ինչ որ ձևով այդ ըմբոստությունը ցուցաբերեր, հետաքրքիր էր, որ ինքը ենթադրենք դուրը շրխկացրեց, մտավ սենյակ, դուրս էր գալի, ասում էր, «Ոայ ինձ ինչ վատ պահեցի, ոնց որ թինեյջեր լինեի»։ Փաստորեն դա պահն է եկել։ Այսինքն ինքը իր արարքը վերլուծեց ու հասկացավ հենց այդ պահին։ Ու դրա համար մենք այդ պերիոդն էլ ենք շատ լավ անցկացրել։ Ես դες նաև շատ որպես տենց ընկերուհիներ եմ պատկերացնում, բայց եթե տենց ֆիքսես մեկ խորհուրդ կամ մեկ կարևոր падգամ, այդ բառը ստեղծ ասում է, որը դու Լիլիթին փոխանցել ես, այդ ո՞րն է, կամ քեզ կարևոր է այդ։ Ինձ համար կարևոր է, որ ինքը կարողանա իր շահերը պաշտպանել կարողանալ։ Շատ մարդասեր չլինել, որովհետև Չհետաքրքիր է։ հա, որովհետև ինքը չափից շատ մարդասեր է ու իր համար շատ կարևոր է բոլորի կարծիքը։ Ես էլ ուզում եմ, որ այդպես չլինի։ Աշխատում ես այդ Քիչ ուղղությամբ։ ավելի sense թեթև նայի, հա։ Պարտադիր չի, որ քո կարծիքը այդ բանին շատ կարևոր լինի իր դրսևորման մեջ։ Որովհետև դու կարող ես չար միտումով ունենաս այդ կարծիքը ու դրանի հետևից գնալով ինքը կարող է մոլորվել։ Լուիզ, այն խուճուճիկներով թաքնված տեսախցիկի ժամանակների Լուիզան ու այսօր, եթե ասած մեկ բառ ասես, ինչով է փոխվել։ Ինչն է փոխվել իր մեջ։ Երևի թե ոչինչ։ Այդ ժամանակվա
Լուիզան իր դրսևորումների մեջ այսօրվա Լուիզայի չի տարբերվում։ Անկեղծ։ Եթե ես ընկնում եմ այդ ժամանակաշրջան, այդ լինում է այն ժամանակ, երբ որ հանդիպում եմ իմ վաղեմի ընկերներին կամ դասընկերներին կամ շենքի հարևաններին, այդ ժամանակ ես զգում եմ, որ միանգամից իմ խոսելաձևը, տեսակը, պահելակերպը միանգամից փոխվում է, որովհետև ես ոնց որ հենց այս պահին մենք հրաժեշտ տված լինենք իրար ու հենց հաջորդ պահին հանդիպել ենք։ Չի գալիս մի հատ ինչ որ բարիեր խոչընդոտ, որ ժամանակաշրջանը անցել մեր միջև։ Այդ շատ կարևոր է նաև քո այդ ժամանակվա ընկերների համար, որ դուք բոլորդ նույնն եք։ Հա, որովհետև ես մտածում եմ, որ ճանապարհները ամեն մեկին տարբեր տեղ է տարել, բայց մենք ունեցել ենք մի հատ շատ հետաքրքիր ժամանակահատված, որը մենք իրար շատ հարազատ ենք եղել, ու այդ կորցնելը շատ վտանգավոր բան է։ Երբեմն նեղվում եմ այն մարդկանցից, որ օրինակ կողքից ես շատ եմ սիրում հետևել էլի մարդկանց այդ հարաբերությունները բան, երբ որ տեսնում եմ, որ մեկը շատ գրկաբաց է ու բան, որովհետև ենթադրենք ինքը լճացել է, մնացել է նույն տեղում, իսկ մյուսը իր համար իր կարիերայի մեջ կամ ինչ որտեղ աճ է գրանցել ու ինչ որ մի հատ ուրիշ տեղ է։ Ու ինքը այն հատուկ ցույց է տալիս, որ ինքը այդ աճը գրանցել է։ Բայց չէ որ մի հատ ինչ որ ժամանակահատված է եղել, որ մենք նույն օդն ենք շնչել, չէ։ Այդ ժամանակահատվածը այնքան կարևոր է ֆիքսել ու էմոցիոնալ հիշողությամբ վերադառնալ այդտեղ։ Եվ նաև ցավոք միշտ չէ, որ մեր հաջողությունները օբյեկտիվ են։ Այսինքն այլ շուտ միշտ չէ, որ անհաջողությունն էլ է օբյեկտիվ։ Համաձայն եմ։ Էլ չասեմ անցած ճանապարհի համար ընդհանրապես էական չի, ով որտեղ է հայտնվել, բայց այսօրվա ընկերների հետ կապված ես նաև տեսնում եմ ձեր շատ ուրախ ակտիվ այդ ընկերությունը, հա, Արամը, Պետրիկ, Գարիկը շատ վերանենք, Ավետը, հա, այդ ձեր շրջապատը ինձ թվում է այս մեր իրականության ամենաուրախ ու ինչ որ առումով ինձ նոստալգիկ, ինչ որ այդ vibe ասվածն է բերում, հա, երբ տենց տարբեր խառը բոլորի հետ լավ, հումորը շատ, դու այդտեղ ինչ ձևի ես, այսինքն միշտ կասես հավաքներին, այդտեղի լուրն ես, ուրախն ես, ուրախացնողն ես։ Չի ասի տենց ուրախացնողն է։ Դե ինքան ուրախացող կա այնտեղ։ Բայց ես ուրախացողն եմ, երևի թե այն որ պահը ճիշտ գնահատողն եմ, լավ այսպես ասեմ, ու գնահատում եմ մեր այդ հավաքները, որովհետև այդ հա կարևոր բան է այս լարված ժամանակաշրջանում գտնել այդ ժամանակահատվածը, որ միասին իրարով լինել այդ ու այդտեղ մենք մանկանում ենք բոլորս։ Լույս այդքան արվեստագետ, այդքան դերասան, ընկերներ ունես, հարազատներ, քո նոր աշխատանքը երբ լինում է պատրաստ, ում կարծիքն է ամենակարևորը։ Ես այդ պահին ուզում եմ բոլորի հետ կիսվել այդ իմ էմոցիաներով։ Ուզում եմ, որ բոլորը ում հետ շփվում եմ, իրանք վայելեն։ Բայց մասնագիտական է, որ ինքը նայի ու կոմենտ անի։ Մեկնաբանի օրինակ ասի, էս լավ էր, այն տենց չկա։ Հրանտն էլ չի։ Չէ, որովհետև եթե ես դրա հետևից գնամ, հա, ես վախենում եմ այդ պատասխանատվությունից։ Ինձ ավելի լավ է հանգիստ թողնել։ Երբ որ ես լարված եմ, ես ավելի վատն եմ, քան այն ժամանակ, երբ որ ես հանգիստ եմ։ Իմիջիալից ստակրքիր է քո Հրանտի հարաբերությունների մեջ դու միշտ մնացիր, ոնց որ դու կաս, ինչպես որ կաս, չէ՞։ Թեպետ Հրանտի կողքին լինելը պարտավորեցնող է։ Եղել է ինչ որ մի պահ, որ դու մտածել ես, այ սա ես ուրիշ ձև կանեի, բայց դե Հրանտի կողքն եմ, բայց դե Հրանտի դա նորմալ երևույթ է իմիջիալից։ Հասկանում եմ ինչ ես ասում, բայց չէ, այդպեսի բան չի եղել, որովհետև ես ինքս էլ ունեմ ինձ համար հստակ գծված սահմաններ, անկախ նրանից թե ում կողքին կլինեմ, ես ունեմ այդ սահմանները ինձ համար։ Այդ իմ զրուցակիցը ներքին իզուր չի, որ ինքը ինձ համար գծում այդ սահմանները։ Այդ իսկ պատճառով երևի թե այդպիսի պահ չի եղել, որ ես էս կանեի, բայց որ Հրանտի կողքին եմ, դե լավ, եկեք ուրիշ ձև անենք։ Գիտես, ես ինձ ազատ եմ թողել։ Այն առումով, որ ես ինչպիսին կամ, այդպիսին ես լավն եմ։ Ինչո պահից ես դա սկսել։ Տես ես ակնածանք ունեմ Հրանտի հանդեպ մինչև հիմա։ Իր կողքին լինելով ես մինչև հիմա առաջի խոսքը իրանն է, ես մի քայլ ետ եմ իրենից։ Անկախ նրանից ես ճշմարտությունը գիտեմ, ես գիտեմ, որ հստակ ես այս բան եթե ասեմ, դա ավելի ճիշտ է լինելու կամ ավելի կարճ է լինելու, որտեվ կանայք մի քիչ ավելի տեղ չէ, տենց դինամիկ ու հստակ կարող են արագ կողմնորոշվել։ Բայց համենայն դեպս ես միշտ թողնում եմ այդ կարծիքը իրեն, որովհետև այդ խոսում է իմ ներքին հարգանքի մասին, որովհետև ինքը իսկապես հարգանքի արժանի մարդ է։ Անկախ նրանից ես իր կողքին եմ թե ոչ, ես կարողանում եմ այդ իրավիճակը, մարդուն, իր տեսակը, անկախ նրանից ինչքան հարազատ է ինձ, կարողանալ կողքից մի հատ բնութագրել
ու հասկանալ ինչպիսին է ինքը։ Այդպիսի հայացք ես նաև ունեմ Լիլիթի հանդեպ։ Հրանտ ինձ փոքր տարիքում երբ Լիլիթը փոքր էր, ասում էր բանը Լուիզա ոնց որ այս երեխայի հորքուրի տալը լինես։ Այսինքն ընդհանրապես ոչ մի մտերմիկ հարաբերություններ ու հարազատական կապ չկա, որովհետև այդպես է ես իրան նայում, այսինքն մեկ-մեկ որսում էր այն հայացքս, որ իրան ոչ թե մայրաբար եմ նայում, այլ ցենց ուսումնասիրում եմ, էլի որպես մարդ ինքը ինչպիսին է։ Լուիզ, ինձ թվում է դու Հրանտի հետ այն ամբողջ ընթացքում ես եղել, որ մեր համար Հրանտը լավ դերասանից, հա, տաղանդավոր լավ դերասանից դարձավ շատ ավելին։ Դարձավ սենց եզակի, դարձավ մեծ հայրենասեր, դարձավ շատ խորը, շատ կարգին մարդ, այսինքն այդ ամբողջ շրջանը միասին է կանցել։ Դու զգացել ես այդ ընթացքում, որ հանրության համար ոնց որ A կետից B կետում է հայտնվել Հրանտը։ Եթե անկեղծ չէ, տենց խորքային չեմ զգացել։ Հիմա ես քո նման են խորքայինը արեցի։ Չեմ զգացել, որովհետև քանի որ ես դրսևորումները ու իր մարտտեսակը շատ լավ ներքուստ ինչպիսին է ինքը ճանաչում եմ, այդ մարդիկ թե ինչպես սկսեցին կամած իրեն ընկալելը չեմ հասկանում ինչ է։ Ես իրեն հենց այդպիսին էլ ճանաչել եմ հենց առաջին օրվանից մեր հանդիպման։ Վերջին շրջանում ակտիվ ներկայացումներից է Սեր եւ Նարինջները։ Դժվար է մտնել ներկայացում, երբ արդեն ուրիշը խաղացել է։ Ահա որ դժվար է, անկեղծ եմ ասում, ինձնից շատ ջանք ու եռանդ պահանջվեց, որպեսզի ես կարողանամ այդ կաղապարի մեջ տեղավորվել։ Դու տեսել էիր ներկայացումը Մարջանի դերակատարմամբ։ Հա, տեսել էի ու գիտես հետո պատասխանատու է, որ շատ լավ են խաղում, հետո մեկ էլ որ դու պետքա բայց իրանց ձևով են խաղում։ Հիմա դու գալիս ես, դու ունես քո ձևը, տարիներ շարունակ դու ունես քո տեսակը, որը պետքա հիմա դրսևորի իրան ուրիշի ձևի մեջ։ Այդ իսկ պատճառով տենց ինձ մի քանի ներկայացում պահանջվեց, որպեսզի ես կարողանամ իմ տեղը ճիշտ գտնել, ձևափոխել այնպես, ինչպես ինձ է հարմար։ Նման դեպքերում երբեմն նաև երևի մտածում ես, որ լավ կլիներ տեսած չլինեի, հա։ Չէ, ոչ թե նրանից, այլ միզանսենը կառուցելուց։ Ես հիմա մի քիչ ավելի շատ թատերական նեղ մասնագիտական բաներ եմ ասում, այդ միգուցե չհասկանամ, որ ինչով է, ինչ տարբերություն, թատենք այստեղ նստեցիք թե այնտեղ, բայց շատ մեծ նշանակություն ունի, այսինքն դու կառուցես քո միզանսենը, A կետից B կետ գնալու ձևը ու տեսակը ու ինչու գնացիրը համապատասխանի քո օրգանիկային։ Երբ որ ուրիշի օրգանիկայով է դա լինում, արդեն քոնը չի, դու ստիպած հագնում ես այդ հագուստը։ Բայց ես չէի կարող Մկրտիչ Արզումանյանին դնել այդ վատ իրավիճակի մեջ, այն առումով, որ ինտենսիվ 2 ամիս տենց փորձեր անենք, ինքը իր զբաղվածության հետ միասին չէր կարող այդքան երկար ժամանակ տրամադրել։ Իսկ ես մենակ դրան չէի կարող հասնել, որովհետև մենք միասին պետք է այդ ճանապարհը անցնեինք։ Փորձեցինք ներկայացումների ընթացքում, ես մի քանի ներկայացում փորձ էի անում։ Հա, ես հիշում եմ, որ դու միշտ ասում ես սիրում եմ սկսել ու ընթացքում փոփոխություններ կատարել։ Մկոյի հետ առաջին անգամ էր, չէ՞, որ հենց դուք երկուսով էիք խաղում, որովհետև թանկարժեք տղաները դրանից առաջ էր, բայց ոնց որ հենց անմիջական Չէ, դե ֆիլմը տարբեր է։ Ֆիլմ ու ներկայացումը շատ տարբեր է։ Հա, երևի առաջին ներկայացումներ որ Մկրտիչի հետ բեմը հարթակում էի, մինչ այդ ունեցել ենք տենց փորձ սիտկոմ մենք նկարվել նմանատիպ տենց լիքը նախագծեր են եղել, բայց այս պարագայում, հա, ներողություն, no comment ներկայացման մեջ եմ խաղացել։ Ոնց նա։ Նենց լավն է։ Ընդհանրապես բեմի քո ամենասենց հարմար կոմֆորտն է սենց այդ դերասանով քո զուգ։ Իմ բախտը բերել է, բոլորը շատ հարմար են եղել, որովհետև ես բեմում սիրում եմ ապրել։ Ու այդ ապրելու ընթացքում ես վայելում եմ այդ իմ զուգընկերներին։ Ու չկա աշխատանք, որ ասեմ այստեղ բանը, այ իրանց չափի մեջ ես վայելում եմ։ Լուիս սիտկոմեր սիրում ես։ Հա, կան սիտկոմներ, որ օրինակ մեր սյուրպրիզ սիտկոմը շատ էի սիրում։ Անկեղծ շատ էր դուր գալիս։ Համ Կարեն Ամյանի աշխատանքը, համ ընդհանուր մեր խումբը ինչպես էր աշխատում։ Ես որ սենց նայում եմ, ինձ թվում է վերջին շրջանը քո համար սենց շատ խիտ է, չէ՞, շատ բիկային, ճիշտ եմ պատկերացնում ներկայացումներ, ֆիլմեր։ Ներկայացումները այդքան շատ չէ, ինչքան որ ես կուզեի, բայց հա նախագծերը եղան։
բավականին շատ ու իրար ետևից ու տենց ինտենսիվ գրաֆիկով սկսեցի աշխատել։ Բացի դրանից, որ արդեն կար ռեպերտուարային ներկայացումներ, որոնք պետք է հասցնեի, ստացվում էր, որ ամեն օր ես զբաղվածություն էի տալիս։ Հետո մեզ շատ է օգնում ընդհանրապես երևի թե բոլոր դերասանները կփաստեն դա, որ հյուրախաղերի ես գնում մի հատ նոր մաքուր օդով հետ ես վերադառնում։ Հա, նորացված, թեկուզ ընդամենը 2 օր է դա տևում, բայց քեզ վերանորոգում է ներսից։ Լույս, այս ամբողջ ընթացքում երբևէ միտք եղել է Հրանտի հետ ինչ որ ընդհանուր նախագծում, կարող է եղել է ես չեմ ֆիքսել։ Առաջին փորձը եղավ օպերա ներկայացումը, դա անտրեպրիզային ներկայացում էր, բոլոր դերասանները տարբեր տեղից հավաքված, այդտեղ շատ դերասաններ էին խաղում։ Այդ փորձն է եղել։ Երկրորդը եղավ Ժանգոտ Բանալին, Վահրամ Սահակյանի, որը տրիլոգիայի մեջ է։ Այո, Խաթաբալադա, Խաթաբալադա, Ժանգոտ Բանալի հետո Mea Culpa, բայց Mea Culpa-ն եկել էր առաջ։ Մի խոսքով Ժանգոտ Բանալին ավելի ուշ եղավ։ Դա է եղել եւ Դոն Ժուան Ավիա Նարեկ Դուրյանի հետ, Հա, ճիշտ է։ Հաճելի է։ Շատ։ Ամուսնուդ հետ խաղան։ Ես իդեպ ասեմ մոռանում եմ այդ բային բարեկամական կապերի մասին։ Նույնը եւ Լիլիթի հետ։ Այդ բային ինձ համար իրանք բան են, պարտներներ։ Իսկ որ երեկոյան կինո եք նայում երեքով, այտենց նորմալ կարում եք նայեք, թե սկսում եք մասնագիտական քննարկումները, Լույսը դերը ոնց։ Վայ, ես նենց լավ հանդիսատես եմ ու նենց լավ հեռուստադիտող, անկեղծ եմ ասում, ես սիրում եմ, որ ինձ զարմացնում են ու ես հետևում եմ այն հեքիաթին, որը ինձ համար ստեղծել են X մարդիկ։ Մասնագիտականը լրիվ անջատում եմ, որովհետև ես ափսոսում եմ իմ այդ ժամանակը, որ ես չվայելեմ այնինչ ինձ մատուցում են։ Իհարկե ընթացքում հետո վերլուծում եմ, հասկանում եմ ինչու ինձ ամբողջովին դուր չեկավ ու սկսում եմ արդեն մանրանալ, թե ինչն էր պատճառը։ Լույս, այսքան շատ դեր, բայց հիմնականում սենց ավելի հումորային են, չէ՞, դերերը, ավելի տենց կատակերգություն, ավելի թեթև, կա ցանկություն այլ կերպարի դերի, թե շուկան այնպիսին է, որ հիմնականում հենց այս ժանրն է ավելի շատ։ Ես երբեք չեմ մտածել, որ ես հումորային, մաքուր հումորային Չէ, մաքուր չէ, բայց ոնց որ ավելի այդ ժանրն է, չէ։ Ինձ համար կյանքը հենց այդ ժանրի մեջ է։ Ուրիշ բան չի ուզի։ Չէ, որովհետև կյանքը ինձ համար բաղկացած է եւ հումորից եւ դրամայից։ Ես մաքուր դրամա եւ մաքուր կոմեդիա չեմ սիրում։ Այդ իսկ պատճառով ես յուրաքանչյուր իմ դերին ես վերաբերվում եմ նաեւ դրամայի տեսանկյունից։ Այսինքն երբեք ինձ համար չկա այն մաքուր կոմեդիայի կերպար, որ ինքը ուղակի տենց չգիտեմ, թեթև սոլիկ, տենց առաջին շերտով ինչ որ մեկն է։ Ինքը անպայման պետք է ունենա թաքնված դրամա, որը իրան ավելի հետաքրքիր է դարձնում ու հենց այդ կոմեդիայի մեջ ինքը ավելի լավն է դառնում։ Իսկ տենց աղջկական թիթիզական քեզ կարևոր է, որ դու սիրուն լինես կադրում։ Անպայման։ Ոչ թե սիրուն լինեմ, այլ Վատ Չերևամ, հա, վատ Չերևամ։ Չէ, նայ, եթե դերը պահանջում է վատ Երևան, տես մենք նկարել ենք օրինակ մի շատ հետաքրքիր տենց նախագիծեր, սիրո հասակ էր կոչվում, որտեղ ինձնից պահանջվում էր, որ ես լինեմ շատ տգեղ, չխնամված, տարիքով կին, որը հետագայում պետքա տենց սիրունանա ու իր կյանքը դասավորի։ Ես նենց հաճույքով էի այդ դերը մարմնավորում ու ափսոսում էի, որ 5-րդ սերիայից ինքը կերպարանափոխվեց։ Ես կուզեի մի 10 սերիա այդ տեսակի հանգիստ, նենց ուրիշ այդ կերպարը, հա, բայց եթե ենթադրենք ինձնից չի պահանջվում որևէ տեսակի արտաքնային փոփոխություն, ինչի վատ լույսով երևա։ Լույս, ով է քո համար ամենա դերասանուհին։ Հայ, այսօրվա, որ սենց հիանում է սիրախաղով։ Տենց ամենա դերասանուհի չկա, բոլորին սիրում եմ, ու Չէ, ում խաղն ես ամենաշատը սիրում, հավատում։ Գանք մեծ սերնդից, հետո գանք Ջուլիետա Ստեփանյանին եմ շատ հավանում, ավակ սերնդի ներկայացուցիչներից, որտեվ ինքը ինչպիսին կա, հենց այդպիսին է։ Ինձ է դուր է գալիս, որ ինքը չի թաքցնում, չի փորձում լավ դեր խաղալ։ Առաջադրված հանգամանքներում ինչպիսին է ինքը, այսպես։ Դա ինձ շատ մոտ է, ես սիրում եմ այդ աշխատելավոճը։ Մարջանին եմ Ավետիսյան շատ սիրում, Լուիզ Աղամբարյան, Աննա Էլբակյան, Նելի Խերանյան, հիմա մի քիչ ավելի իջնենք, հա, Ստանիսլավսկիի դերասանուհին Ռիփսիմեն Նավասարդյան, ասկանը բան, Ռիփսիմեի խաղը շատ դուրս գալիս, Ռոզին Ավետիսովը շատ լավն է։ Մի խոսքով շատ են։ Իսկ քո սերնդի դերասաններից։ Իմ սերնդը արդեն թվարկեցի։ Հա, դերասաններից։
Դերասանները մի քիչ ավելի քիչ են իմ սերնդի, որ տենց Top 3-ը քո։ Չէ, ավել կլինեն, բայց համեմատ կանանց մի քիչ ավելի քիչ են տղամարդիկ այս սերնդի։ Մի րոպե ասեմ, Բաբկենը Չոբանյան, Խորենը Լևոնյան, բայց իմ սերունդը մի քիչ ցածր է։ Խորենը Մկրտիչը Արզումանյան, լավ, հիմա բոլորին պետքա թվարկեմ, որովհետև բոլորի հետ էլ մեծ բավականություն եմ ստացել խաղալուց։ Միկա Վատինյան, շատ եմ սիրում իր խաղը, Սոսը մի քիչ ավելի ցածր սերունդա, Ջանիբեկյան, Ռաֆայել Երանոսյանը, Զիրոյան, Պոնչը, Վաչենել Երիցյան։ Լուիզ մեր մոտ էստեղ տաղավարում երևի ամեն երկրորդ ոդկասթի ժամանակ մենք Վաչեին ենք հիշում, այնց որ ոնց այսօր չհիշեինք։ Խաղացել եք։ Իսկապես ոնց չհիշենք։ Մանավանդ որ սիտկոմ միասին խաղացել ենք, բա Արմանը Խաչատրի, մի խոսքով, ովքեր կան ասպարեզում, իրանք արժանի իրենց տեղերում են։ Լուիզ, Women's Club-ը ավարտված է, հիմա նկարահանումներ չկան, ճիշտ եմ հասկանում։ Դուք ունենում եք այնտեղ սցենար։ Լինում էին դեպքեր, երբ դու ասում ես, չէ, ես այս հումորը չեմ անի։ Կամ այս տեքստը չէ։ Չէ։ Չէ, որովհետև ես ավելի սկեթչերի մեջ զբաղված չէի, իմ ավելի շատ բաներ հայտարարել։ Չէ, տենց բան չի եղել որ, չէ, որովհետև այդ ընդհանուր աշխատանք էր։ Լուիզ, այսքան նախագծեր ես անում, քեզ դուր է գալիս բացի այդ ամեն ինչից, մասնագիտական եւ այլն, նաեւ փող աշխատելը։ Ու ինչի վրա ես ծախսում։ Փող աշխատել շատ եմ սիրում, որովհետև ես սիրում եմ, որ իմ աշխատանքը գնահատվում է, բայց որ հանուն փողի եմ դա անում, երբեք ինձ այդ մտքի վրա չեմ բռնացրել։ Ես շատ էնտուզիազմով եմ ամեն ինչ անում, ես սիրում եմ իմ աշխատանքը։ Ինչի վրա եմ ծախսում։ Տենց շատ չեմ ծախսում։ Կարողանում ես հավաքել։ Չէ, հավաքել չեմ կարողանում, բայց ինքը տենց չգիտեմ ինչի վրա։ Հագուստ, զարդ, մեքենա, ռեստորան, հյուրանոց, ճամփորդություն էլի։ Ամեն ինչի վրա, բայց չկա որևէ մի բան, որ հենց դրա վրա։ Տենց սիրած ինչ-որ բաներ չկան։ Չէ, հենց այդ ավատ չկա, բայց ես ուզում եմ գտնել տենց սիրած բաներ։ Մարդիկ կան, նրանք ոսկի են, չէ, սիրում։ Կամ նվեր առնել։ Դե նվերներ, հա, տենց առնել, ստանալ։ Ինչու՞ չէ։ Այդ ամենը սիրում եմ։ Ունես սիրած զբաղմունքներ, վերջի վերջո։ Սիրած զբաղմունք, այո։ Ինչ որ բան գրել։ Գրել։ Հա, տենց ես լիքը ունեմ գրած բաներ, բայց որոնք չեմ կարողանում խմբագրել, որ իրանք դառնան մի ընդհանուր նյութ։ Ինչ որ մեկին ցույց ես տվել։ Լիլիթին։ Հրանտի մոտ եմ կարդացել։ Կա ցանկություն իմի բերելու դարձնելու գործ։ Վաղուց կա այդ ցանկությունը։ Ինքը, որովհետև ես հիասթափություն ունեցա, որ կնոջ համար մի տեսակ սկսել են չգրել, կամ ոչ սկսել են, ոչ էլ ուզելու են սկսեն։ Կնոջը մի տեսակ միշտ երկրորդական դերերում են տեսնում, էլի։ Ինչ հետաքրքիր բան ես ասում, տես sense ոլորտի մեջից ես ու դու տեսնում ես էլի ինչ գործեր են առաջ գնում։ Եթե դու ուզում ես ինչ որ ձևով կնոջ կերպարին, տենց մի քիչ ավելի վառ, որ եւ հումորային լինի եւ իր մեջ դրամա լինի, միշտ ինչ որ մի բան տենց մինչեւ վերջ չեն անում։ Որովհետեւ հիմնականում գրում են տղամարդիկ։ Ոչ միայն դրա համար, մի տեսակ կնոջը եւի չեն դիտարկում, որ ինքը կարող է լինել նաեւ տենց հիմքը վառ անհատականություն, լավ էսպես ասեմ։ Հիմա քո պատմության մեջ կինն է սկզբում հիմքը։ Չէ, տես, քանի որ ես գրում եմ կնոջ դիտակետից եւ գրում եմ իմ տեսակին հարմար, այսինքն եթե ես տամ խնդիր, որ խնդրում եմ ինձ համար գրեք դրամա, ինքը լինելու է մաքուր դրամա։ Եթե տամ կոմեդիա, ինքը լինելու է մաքուր կոմեդիա։ Բայց ես ուզում եմ դրա միքսը, ես ուզում եմ կյանք, այսինքն որ այդ գործի մեջ համ ինքը լինի նյուկլուժի, բայց դրա հետ մեկտեղ ինքը լինի իդեալական, ենթադրենք։ Այդ երկու բաների միքսը ինքը շատ ավելի համով է լինելու։ Իսկ եթե ստեղծես դու ես խաղալու պարտադիր։ Դե հա, որովհետեւ ես հրանտը Լիլիթը մենք այդ ինչի համար եմ անում, որ ես խաղալու բան ունենամ։ Լուիզ, ասցիր, որ կուզեիր ներկայացումները ավելի շատ լինեին կամերայինում, թե այսպես դուրս սեր եւ նարինջների նման։ Տարբերություն չկա, իհարկե կուզեի կամերային թատրոնում լինել, բայց եթե այդտեղ կա ռեպերտուարային այդ խաղացանք կոչվածը բան, միգուցե այդտեղ շատ չկարողանան լինել, որովհետև շատ ենք դերասաններով եւ ամեն մեկին պետք է ինչ-որ ձևով բաժին հասնի այդտեղ խաղալու։ Երևի թե տենց ուղղակի ներկայացում լինել, հետո կորոշենք որտեղ խաղանք։ Սիրած զբաղմունքներից ասեմ, օրինակ ես շատ եմ սիրում սպա,
Չգիտեմ դու սիրում ես թե չէ։ Իմ համար ամենահոգնած օրերին կամ նույնիսկ ամենազբաղված օրերին ես կարամ այդ մի ժամը փորձեմ գողանալ, որովհետև տեղ լրիվ տենց ռեստարտ եմ լինում։ Ուզում եի ասել, որ այդ սպայի զգացումը հետաքրքիր է, որ մարդ կարա նաև տանը ունենա։ Վերջերս հասկացա, որ Սայեդնովա 37-ում, որտեղ արդեն 25 տարի է վաճառում են Grohe, կողքը բացել են Grohe Center Armenia, որտեղ կա միակ Grohe Spa անկյունը։ Լուիս գիտես ինչեր կան, ուրեմն ջրերը, չգիտեմ ոնց են գալիս վերևից, կողքից, երաժշտությունը, լույսը, որ լրիվ դու քո տանը կարող ես սենց սպայում լինել։ Իսկապես։ Հա, նենց որ եթե այդ պատկերացրեցիր Չարենցից որ իջնում ես, այն 1000 տարվա այդ մեր հայտնի խանութն է։ Ես Grohe-ն գիտեմ շատ։ Այդ դրա կողքը արդեն երևի 1 տարի է, կա առանձին Grohe Center Armenia ու միակ Grohe Spa հատվածը։ Ես քանի որ ջրային թերապիաները շատ սիրում եմ, իմ համար ինձ թվում է դա երազանքի կարելի է տենց լոգասենյակ ունենալ, նենց որ եթե այդ կողմերով անցնես, մի հատ դու էլ մտի տես։ Անպայման։ Մանավանդ ձեր տունը սեփական է, ինձ թվում է տեղ կունենաք այդ ամենը տեղավորելու։ Հա, պետք է այցելել, հասկանալ։ Մանավանդ որ ինձ շատ պետք է։ Հա։ Լուիս քո կյանքի մի հատված էլ կազմում են հանդիսությունները։ Այ ովքեր են քո լավ գործընկերները, երբ վարում եք ինչ-որ տենց միջոցառում։ Լսի, ես լավ ու վատ գործընկեր չունեմ, ես բոլորին սիրում եմ, բոլորի հետ լավ եմ։ Ում հետ ես վարում։ Շատ տարբեր։ Ամենաշատը։ Սամվել Գրիգորյան, Ռուբեն Մխիթարյան, Ռաֆայել Երանոսյան, Ժակ։ Իսկ ամեն անգամ տենց մտածում ես այդ անգամ ինչ ես հագնելու, թե ունես ինչ-որ տենց գեստապահարան, որ արդեն տեղից ընտրում ես։ Չէ, ամեն անգամ մտածում եմ ինչ եմ հագնելու։ Հեշտ ես այդ հարցում, այսինքն օրինակ եթե ինչ-որ մեկին վստահես, ինչ-որ դիզայների դիմես, ես կարողանում եմ իրավիճակից հեշտ դուրս գալ, կարողանալ ճիշտ լուծումներ գտնել լավ։ Օրինակ ես վերջին 2 միջոցառումների ընթացքում շատ ցած վառ կերպարներով էր ու ցած միանշանակ չէր ընդունվում, մարդիկ այն ասում էին ոնց որ ես մեր Լուիզան չի եւ այլն։ Դու ինչ ես մտածում, ու եթե նորից գնայր այդ միջոցառումներին, այդ նույն զգեստերով կգնայր կերպարով։ Անպայման նույն զգեստերով կգնայի, գիտես ինչու, որովհետև ինձ համար էլ դա sense նոր արարություն էր, ուրիշ էր։ Ես որ այդ պահին ինձ հայլու մեջ նայեցի, ես ուրիշ էի ու ինձ դա դուր եկավ։ Մի տեսակ մենք էլ ենք հոգնում, չէ՞, մեր արտաքին լուրջ ես ձանձրանում եմ երբեմն ինքս ինձնից։ Ասում եմ մարդիկ ոնց ինձնից չեն ձանձրանում։ Ու երբ որ քեզ այդ ալտերնատիվան առաջարկում են մի տեսակ այլ look, դու սենց ոգևորվում ես, անկախ նրանից, թե ինձ ավելի տգեղացրել է, թե գեղեցկացրել է, թե չգիտեմ, ես բաց մազերով ավելի լավ եմ ընկալվում, քան մուգ մազերով, բայց լրիվ ուրիշ էր, ուրիշ տեսակ էր ու այդ հագուստի հետ հաստատ միանշանակ պետք էր կարճ սև մազեր։ Այդ իսկ պատճառով ես գտնում եմ, որ շատ լավ էր աշխատել Մանուկա Ալեքսանյանը ու ես շատ շնորհակալ եմ իրեն։ Իսկ այն մյուս գեստը մյուսն էլ կրկին փորձիր ֆիլմի պրեմիերային, ասեց արի մի հատ sense հետաքրքիր բան։ Հա, Մանուկը։ Ասեց արի մի հատ sense ես չգիտեմ իրան ինչ եմ, զրա բաճկոն են ասում ինչա, մի խոսքով, այդ իմ հետաքրքիր կոստյումի վրայից, ասեց արի կապենք այդ սաղավարտ կոչվածը, որը տղամարդու տորսա։ Երկաթ էր։ Չէ, երկաթ չէր, բայց մոտ էր երկաթին։ Այդ տղամարդու տորսը, որ կապեցի, մանավանդ որ խաղացել էի սատանայի դերը, սաթենի դերը, ինձ թվաց, որ ինքը շատ համապատասխան է այդ կերպարին, այն առումով, որ ինքը չունի սեր։ Ես կարծում եմ սատանան։ Իմջերս շատ հետաքրքիր է մեր ունկնդիրները ինչ են մտածում, դուք ձեր կյանքում անում եք արդյոք փոփոխություններ, թե չէ, որովհետև դա ամեն պահ մեր հետ կարող է լինել։ Մի անգամ ես մի ակնոց գնեցի, որը իմ հիմա իմ ամենասիրածներից է, բայց երբեք ես դրան չէի մոտենա, եթե ընկերուհիս չվերցներ, փորձեր ասել մի հատ էլ դու կդնես, ու ես դրեցի, երբեք չէի մոտենա, ու դարձավ իմ ամենասիրելիներից։ Էնպես որ հետաքրքիր է դուք ինչ եք մտածում, այդ փորձերը արտաքինի հետ կապված անում եք թե չէ, ու քանի որ մենք պետք է ավարտենք, ու ինչպես հաճախ լինում է մեր հյուրերի հետ, Լուիզան պիտի վազի Լիլիթի ներկայացմանը, ես պետք է վազեմ, որովհետև նույնն արդեն ներքևում ինձ է սպասում, տենց միշտ ասում եմ երեխեքի գրաֆիկի արանքում եք փորձում ես ամենը անել։ Լուիզ, դու հիմա չասես չէ, -15 տարի ես վերջին շրջանում։ Իսկապես։ Իհարկե։ Վայ, շնորհակալ եմ։ Չասես չէ։ Լավ, չեմ ասի, չէ, բայց Հա։ Հա։ Կարող է 15-ի 14 կամ 16, բայց այն 15-ի մոտ է։ Կնոջ, չեմ ուզում ասել գեղեցկությունը, բայց ավելի թարմ, ինքն իրեն ավելի գեղեցիկ, հա, այդ թվալը շատ կարևոր է։ Ու շատ ավելին է, քան պարզապես արտաքին տեսք։ Որովհետև բոլորիս վրա ազդում է, էլի, այդ ոնց ենք մենք մեզ տեսնում, ու դրա շատ նենց սուբյեկտիվ է, էլի, մեր լավ ու վատ տեսնելը, բայց հաստատ որ դուք ես տեսնում ես հիմա ավելի թարմ,
ավելի երիտասարդ։ Քեզ այստեղ ինչ է դա տվել, որովհետև տալիս է մեզ ինչ որ մի բան մեր արտաքին փոփոխությունը։ Տես, երբ որ ներքուստ ես հանգիստ չեմ լինում, կոնկրետ հենց նույն արտաքինով ես կարող եմ ինձ ատեմ ու իմ արտաքինը ինձ ընդհանրապես դուր չգա։ Բայց երբ որ ներքուստ ես երջանիկ եմ, այդ ժամանակ ամեն ինչ իդեալական է։ Այդ իսկ պատճառով ես իմ աշխատանքը տանում եմ ներսի հետ։ Երբ որ ներսում ես պոզիտիվ եմ տրամադրված, այդ դրական լիցքերս բերում են միած հենց ժպտերեսություն ու ուրախություն, որ այդ լարվածությունը հանում է, իսկ մեծ Երևալու ամենամեծ խնդրեմը գիտես որն է, որ մարդիկ լուրջ են, այսինքն կյանքին լուրջ են վերաբերվում, իրավիճակին ավելի sense քննադատաբար։ Դա մեզ միանգամից, ես տես հիմա որ լուրջ ինչ որ բաներ եմ խոսում, միանգամից ինձ տարիք է տալիս։ Բայց եւ հիմա եւ sense թեթև խոսամ այդ ամեն ինչի մասին, մի տեսակ ավելի sense մանկանում ես։ Դա երևում է, էլի։ Շատ քիչ մարդ կա, ում սազում է այդ տենց ինքը sense ծանր լուրջ լինելը, որովհետև ժպիտը միշտ պլյուս է։ Ես այդ լուրջ ծանր մարդկանց անունը դրել եմ Յոկո Օնո։ Որ ինձ համար խորհրդավոր միստիկ են ուզում Երևան, դրա համար քիչ են խոսում, մի քիչ ավելի զուսպ են իրանց դրսևորումների մեջ։ Դա իրանց տալիս է ավելի միստիկ խորհրդավոր կնոջ կերպար։ Դա էլ է ընտրություն։ Բայց դրա մեջ ապրելը այնքան դժվար է, դու պատկերացնում ես, դու ամբողջ կյանքի ես խնդիրները, բան, դրան մի հատ էլ ես ծանրացնեմ նրա մեջ, որ հիշեմ, որ ես պետք է ավելորդությունից թույլ չտամ, դա պրոստը ես ինձ կտանքների եմ ենթարկելու, ափսոս եմ։ Ապրես որ եկար, ինձ թվում է մենք այսօր նաև մի քիչ ուրիշ Լուիզա տեսանք, թեպետ տենց նպատակ չէինք հետապնդում, ուզում էինք ավելի ունենալ հանգիստ շփում, բայց մենք այսօր տեսանք ավելի այստեղ շատ մեծ աշխատանք տանող, տենց 24/7։ Նույնիսկ այն որ պետք էլ չի այդքան, բայց ընդհանրապես պետք չի, լուրջ եմ ասում։ Ես ուզում եմ մի քիչ քեզ թեթևություն։ Չէ, մի մաղթի թեթևություն։ Էսա քոնը։ Հա, էս իմ տեսակն է, հա։ Բայց գոնե թող վարսավիրները իրանց գործը անեն։ Չէ, ես բոլորին ահավոր շատ սիրում եմ, չէ, իրանք գիտեն, որ ասում են եկավ։ Ես ինձ մի քիչ են կողմ գնալի խանգարում ես, իբրև թե ես եմ էլի այդ գործանում։ Չէ, բոլորը արդեն իմ այդ տեսակը գիտեն ու գիտեն, որ ես այդ պահին իսկապես ստեղծագործում եմ իրանց հետ հավասար։ Լույս այդ առումով շատ ցած յուրօրինակ գույն ունես էլի, այսինքն համ սենց մեջը խառը խուրը ինչ որ գործողություններ են լինում, գույները տարբեր եւ այլն, բայց նաեւ միաժամանակ այդ ամենը համ կատարվում է, համ անալիզ ես անում, համ կատարվում է, համ անալիզ ես անում, տենց եզակի տեսակ ես։ Դե լավ, մնա այդպիսին, ինչպիսին որ կաս, միշտ այդենց ամեն անգամ քեզ ավելի թարմ, ավելի երիտասարդ տեսնեմ, քեզ շատ սիրում ենք, ուզում ենք այսօր վայելես Լիլիթի ներկայացումը որպես հանդիսատես։ Շնորհակալ եմ քեզ Արևիկ ջան, շնորհակալ եմ հրավերի համար ու այս հաճելի 1 ժամ բան։ 1 ժամ արդեն անցավ։ Լավ որ։ Կենացդ։